Այս վիդեոյով ես կկիսվեմ, հետո կտենակ սա ինչա։ Տեսեք, ուրեմն հենց այս վիդեոյի տակ գրել են ուշադրություն, տարածեք, փրկեք մեր ժողովրդին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Կիլլեր Կարեն Մանուկյանը հիվանդների տերերին խաբում է, մեծ գումարներ շորթում ու սխալ վիրահատություններ անում, որոնց կարիքը չկա։ Օրինակ, եթե հիվանդի կոնքը ցավում է, դեղորայքային բուժում անելու փոխարեն խաբում հավատացնում է, թե այլ տարբերակ չկա, կոնքի խնձորակը պետք է փոխարինվի արհեստականով, իմպլանտ պիտի տեղադրվի ու կտրում հեռացնում է առողջ խնձորակը և տեղադրում պլաստմասից խնձորակ ու գռփում մի քանի միլիոն դրամ։ Նույն ձևով 12 տարեկան երեխու ծունկն է կտրել, հեռացրել, տեղադրել իմպլանտ, դարձրել հաշմանդամ ապագա զինվորին, խաբել ծնողին ու գռփել 2,5 միլիոն դրամ։ Իսկ եթե հիվանդի տերը չի կարում տա լրիվությամբ պահանջած գումարը, Կիլլեր Կարենը Կիլլեր Լյովի Լևոն Մկրտչյան հետ միասին հաշվեհարդար է տեսնում հիվանդի նկատմամբ, ասեղ են մտցնում մարմնի մեջ, ոսկորներն են կտրատում ու դուրս թափում, ինֆեկցիա մտցնում, թույն ներարկում, իսկ երակի մեջ օտար մարմիններ են լցնում, ստեղծում արհեստական տրոմբ, հասցնում ինֆարկտի կամ ինսուլտի։ Իսկ եթե հիվանդի տերը գլխի է ընկնում, Կիլլեր Կարենը $10,000 կաշառք է տալիս մասիվի դատախազին ու գործը փակում, իսկ շարունակվելու դեպքում նաև դատարաններին, իսկ ՍԳԼԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանին ամեն ամիս նալոգ է տալիս, որ գործից չհանեն։ Ու այս ձևով ներքին թուրքը Կիլլեր Կարենը և Կիլլեր Լյովը իրենց ընտանիքի բարեկեցությունն ու ապօրինի հարստացումը իրականացնում են ուրիշների կյանքի ու առողջության հաշվին։ Այսպիսի ինֆորմացիա սենց պահպանենք, հիմա թող լինի, կստուգենք, կհետաքրքրվենք դրանով։ Կյանքը բումերանգ է, ով ինչ արեց, իրեն արեց։ Կյանքը տենց բումերանգ չի, կյանքը աստիճան է ու զսպանակ։